Թեև նախընտրական շրջանը դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքական դաշտում գրքերն արդեն թեժացել են։ Վերջին մեկ շաբաթում թմրամիջոցներ պահելու կասկածանքով կալանավորվեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները։ Այդ ամենում քաղաքական միտում կար թե ոչ, եզրակացությունները թողնում ենք ձեզ։ ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանք այս ամենը պատահականություն չեն համարում, սակայն չեն էլ շտապում պաշտոնական գնահատականներ հնչեցնել։ Իսկ ահա հանրապետական պատգամավորներն էլ պնդում են, որ ձերբակալությունները որևէ քաղաքական միտում չունեն։ Ինչ-որ անձինք են, կուսակցության անդամ, որոնք ինչ-որ խնդիրներով մեղադրում են, այդտեղ քաղաքական խնդիր չկա։ Այդ նույն մեղադրանքները կարող են հանրապետական կուսակցության անդամներից լինել եւ այլ քաղաքական ուժերից, այնպես որ քաղաքականացնել պետք չի։ Ավելի շուտ դա գիտեք այնքան հին տերմին է քարեդարից եկող, այսինքն եթե իբր թե կա հետապնդում հալածանք, այդպիսի բան չկա։ ԲՀԿ-ն մեր կոալիցիան գործընկերն է, մեր հարաբերությունները նորմալ են եւ եթե նման բան լիներ, նույնիսկ իրենց կուսակցության նախագահան արդեն պատասխանած կլներ։ Կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը համագործակցության առաջարկ արեց։ Հանրապետական պատգամավորը դա որակում է Հայկի առաջնորդի կողմից հնչեցված քաղաքական վերլուծության մոտիվացիա։ Եթե ՀԱԿ-ը փորձում է ինչ-որ հոգեբանական ճեղքում առաջացնել, դա իրան չի հաջողի, որտեղ ԲՀԿ-ն տիրապետում է նաև քաղտեխնոլոգիաներին, ոչ վատ քան ՀԱԿ-ը եւ գիտի որ դա քաղտեխնոլոգիաներ են հոգեբանական, եւ փորձում են շեղել ի վերջո մոտենում են ընտրությունները մի 6 ամիս է մնում եւ պայքարի բոլոր ձևերը բացի ռազմական գործողություններից ընդունելի են։ Անդրադառնալով 2 օր առաջ խորհրդարանում գրանցված միջադեպին, երբ Շմայս Մականունով հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հայվան անվանեց, հանրապետական կուսակցության փոխնախագահը սովորական երևույթ համարեց։ Աշխարհի բոլոր պարլամենտներում էլ այսպես էկզոտիկ բաներ լինում են եւ կարծում եմ ամենաքիչ հենց մեր մոտ են լինում։ Տեսել եք հերոստատեսությամբ Ճապոնիայի պարլամենտում, անգլիական պարլամենտում Այստեղ ես ճիշտ է, ասենք տերմինների հարցում հարկավոր է զուսպ լինել, ես համաձայն եմ դրան, այնպես որ այդ հարցում ձերդ համար զուսպ է պետք լինել։ Ավելի շատ գուրգուրանքի արժանի տերմիններ լինել, քան նախատական էլի։ Հանրապետական կուսակցության փոխնախագահը նորմալ է համարում, որ ոչ պատշաճ դրսևորած պաշտոնյաները կուսակցության կողմից չեն պատժվում, քանի որ ինչպես ինքն է նշում, դա լուրջ խնդիր չէ։ Հատկանշական է, որ Զոհրաբյանը դեռ մի բան էլ հպարտանում է նրանով, որ իրենց խորհրդարանում իրար ոչ թե ծեծում, այլ հայհոյում են, գոնե դրանով կարելի է, չէ՞ մխիթարվել։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլաք AM։